Ողջույն, նախընտրական շրջանում ընտրություններից հետո նույնպես ընդդիմադիրների կալանավորումները նորից բացել են հնարավոր քաղաքական հետապնդումների թեման։ Վերջին ակորդը Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներն էին։ Եվ այսպես արդյոք Գագիկ Ծառուկյանն ու մյուսները քաղաքական բանտարկյալներ են, թե ուշացած արդարադատությունն է հաստատվում։ Այսօր Ազատության հյուրերն են Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը եւ ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք։ Պարոն Գասպարի, դուք այս կադրերի մասին գրել եք, որ դրանք ուղերձ են օլիգարխիայի զոհերին, ինչ ուղերձ են։ Այնպես ինչպես գրել էի, ուրեմն դա շատ վաղուց սպասվում էր, որ քրեական տարրերը, քրեական հեղինակությունները եւ քրեական օլիգարխիայի պարագլուխները պետք է պատժվեն եւ խիստ պատժվեն, որպեսզի, այսպես ասած, դա ուղերձ լինի բոլոր նրանք, ովքեր տուժել են այդ քրեական տարրերից, քրեական հեղինակությունից եւ քրեական օլիգարխիայից, որովհետեւ կան տասնյակ տուժածներ եւ իմ գնահատմամբ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, ովքեր մինչեւ հիմա ահ ու սարսափի մեջ են ապրում այդ քրեական օլիգարխիայի ուրեմն գոյությունից։ Ով չգիտի, հիմա քանի որ Գագիկ Ծառուկյանի անունը այստեղ հիշատակվեց, ես նշեմ օրինակ ինձ պատմել են եւ երևի այն ինչ պատմել են գաղտնիք չի, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները Սևանով քշում էին եւ բոլոր սուպերմարկետների ուրեմն որ այնտեղ գարեջրեր ա դրած, շրջում էին այդ սառնարանները եւ ասում էին, որ տեղը պետք է այդ Գագիկ Ծառուկյանի կոտայք գարեջուր դնեն եւ ուրիշ ոչինչ։ Եվ շատ ավելի նման բաներ կա։ Բայց չէ՞ որ նա ձեր ասած ոչ մի դրվագով չի անցնում քրեական գործը ուրիշ բանի մասին է։ Ես ասում եմ այն մասին, որ քրեական տարրերը եւ հեղինակություններ եւ օլիգարխիան պետք է պատժվեն եւ խստագույնս։ Հիմա խնդիրը ինչումն է։ Նրանումն է, որ բազմաթիվ դեպքեր կան, դրանցից ես չգիտեմ ինչքանը լուրերը այսպես կծկտուր հասնում են մեզ, դրանք ինչքանը կարողանում են իրավապահները քննության առարկա դարձնեն, ինչքանն են կարողանում ապացուցեն եւ այլն, այսպես գալիս է։ Ես միտումն եմ ասում, որ դա գտնում եմ, որ պետք է այդ ուղերձը, ինչպես Փաշինյանն է իր բառապաշարով ասել, այդ քրեական խավին փռել ասֆալտին եւ ծեփել պատին, ես կասեի պատժել եւ շատ խիստ պատժել, որպեսզի վախ ու սարսափը այդ քրեական խավից պակսի, նվազի, որ մարդիկ համարձակվեն ազատ լինել, ազատ արտահայտվել, այլևս այդ վախը իրանց մեջ չլինի։ Չէ, բայց դա հակառակն էլ կարող է ունենալ, որ 70 տարեկան ընդամենը կասկածյալին տապալել գետնին, որ դա կարող է վախի մթնոլորտի տարածում լինել, որ ով վարչապետին բան կասի, այս ճակատագրին կարժանանա։ Ներեցեք, այդ քրեական ուրեմն մարդկային արժեքը ընդամենը մի քանի օր առաջ հրավիրում էր
Փաշինյանին եւ նրա 727,000 կողմնակիցներին հրավիրում էր իր առյուծի վանդակը եւ ցինիկ ժպիտով նշում, որ դա հենց որց առյուծի ուրեմն վանդակն է հրավիրում այդ 70 տարեկան մարդկային արժանիքը ես կարծում եմ որ դրա հենց պատասխանն է որ պետք է իրան տապալել գետնին, որ ինքը իմանա 727,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ չի կարելի այդպես խոսել։ Համեցեք պարոն Սողոմոնյան, թե արձագանքի ցանկություն։ Սկսեմ, չգիտեմ, դուք տեղյակ եք, որ 727,000 քաղաքացիներին էլ հրավիրել Գագիկ Ծառուկյանը վանդակ, ես նման բան չեմ լսել, բայց որ զրուցակիցս գնահատականներ է տալիս, այդ գնահատականները Խաբերություն է պարոն Սողոմոնյան, այդքան մարդ ընտրել է վարչապետը։ Չէ, դե այդքան մարդու վերաբերյալ այդպիսի արտահայտություն անելը։ Ես հակառակը կարող եմ հիշեցնել, որ Փաշինյանը ասել են բոլոր նրանք, ովքեր որ ինձ են քվեարկել, ԿՊ-ին են քվեարկել, բոլոր այդ քվեները օրգանիկ քվեներ են տրված։ Բոլոր նրանք, ովքեր որ ընդդիմադիրներին են քվեարկել, այդ քվեները 100%-ով ընտրակաշարքի բան, օրինակ ասենք ես էլ եմ քվեարկել, այսպես նայում եմ ասում եմ ես ընտրակաշարք են, հա տվել փաստորեն, որ ես այդպիսի քվեարկություն եմ արել, իմ զրուցակցի գնահատականը եւս մեկ անգամ հաստատում է այն համոզմունքը, որ մենք չենք ապրում իրավական պետությունում, որովհետեւ իրավական պետությունում քրեական արարքների վերաբերյալ գնահատական տալը, նախաքննություն իրականացնելը, այնուհետև դատաքննություն իրականացնում է դատա իրավական համակարգի շրջանակներում դա չի ուղղորդվում, չի կարգադրվում գործադիր իշխանության կողմից։ Տվյալ պարագայում ասֆալտին փռենք, բոմժ եմ դարձնելու, հենց ասենք ասում է բոմժ եմ դարձնելու եւ մեկ էլ սկսում է մարդու բոլոր ձեռնարկությունները այդպես մտնել աղել մաղել, ասֆալտին փռել, մարդուն ասենք եթե ծանուցություն տված լինեին, օրինակ, ծանուցություն տվել էին Գագիկ Ծառուկյանին ու նա չէր ներկաց, դա կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, բայց պարտադիր չէ որ միայն նրա անձի վրա կենտրոնանանք, այլ առհասարակ ցանկացած քրեական գործի վերաբերյալ հաղորդում, հանցանքի վերաբերյալ հաղորդում, այո, պետք է արժանանա քննության։ Եթե չի արժանանում քննության, քաղաքական նկատառումներից ելնելով, մենք այստեղ գործ ունենք այո ընտրովի արդարադատության հետ։ Եթե արժանանում է քննության, բայց ոչ պատշաճ ձևով, ոչ պատշաճ խափանման միջոցներով, ելի մենք այստեղ գործ ունենք այո քաղբանտարկյալների հետ։ Քաղբանտարկյալ չի նշանակում, որ օրինակ ասենք բոլորը ովքեր կան, հանցանքի կամ զանցանքի ոչ մի տար չկա ու նրանց գլխին ամբողջությամբ սարքում են։ Չէ, կարող է ինչ որ կասկածներ լինեն, ողջամիտ բաներ կարող են լինել, բայց այն գործիքակազմը, որ կիրառվում է, շրջանցելով օրենքը, շրջանցելով ինստիտուտները դատաիրավական, այստեղ մենք իսկապես գործ ունենք քաղբանտարկյալների հետ, որի հետ կապված ես կարող եմ ավելի մանրամասն։ Պարոն Սողոմոնյան, Վարդգես Գասպարի ասածը եթե ընդհանրացնենք, որ 2018-ի հեղափոխությունը եղել է ընդդեմ Գագիկ Ծառուկյանական արժեհամակարգի բարքերի, նա օլիգարխ չի եղել նախկին իշխանության օրոք, արդյոք չի ունեցել հրոսակախմբեր մարտի 1-ի գիշերն էին ասում, նոյեմբերի 9-ի գիշերն էին ասում, ահա ասում է հիմա այդ մարդիկ, որոնք դուժել են այդ բարքերից, նրանք էլ նայում են այդ կադրերը եւ իրենք են արդարության հաստատում տեսնում։ Դեք ամբողջ խնդիրն անում է, որ եթե այդպիսի բաներ եղել են, ժամանակին պատշաճ ընթացակարգերով պետք է ստանային իրենց գնահատականները, այլ ոչ թե սпасես, տեսնես մարդը ոնց է կողմնորոշվում, քեզ ընդդիմադիր է թե իշխանամետ է կողմնորոշվում, ըստ այդմ դու իրականացնես, արդյոք այլ օլիգարխներ չեն եղել, արդյոք այլ խոշոր մեծահարուստ մարդիկ չեն եղել, ովքեր որ ընտրությունների վրա բացասական ազդեցություններ չեն ունեցել, այս ընթացքում չի եղել։ Բազմաթիվ հաղորդումներ ենք, չէ՞, մենք լսել, որի հետևից ոչ մի ոստիկան չի գնացել, ոչ մի քննիչ չի գնացել։ Բագրատաշենի Մաքսատան ղեկավարի մասին մենք ունեցել ենք, չէ՞, ականատես դիտորդական առաքելության մասին այդ հաղորդումը, որ հաղորդում է եղել, որ այդ մարդը գործարարների է կանչում կամ այնտեղի Լոռու եւ Տավուշի մարզի բնակիչների վարչական ղեկավարների է կանչում համայնքների ու ուղղորդումներ է տալիս, որ գործող իշխանությունների օգտին քվեարկեն դրա դիմաց ինքը իրենք կստանան արտոնություններ որոշակի մաքսային արտոնություններ։ Դրա վերաբերյալ ոչ քննություն նախաձեռնվեց, ոչ վարույթ նախաձեռնվեց, ոչ էլ հերքվեց այդ ամեն ինչը։ Բա հիմա մենք ոնց կարողանանք հասկանալ, մենք իրավական պետությունում ենք ապրում, թե ոչ, այսինքն դու կարող ես, եթե ուզում ես արա հանցագործություն, մի զբաղվիր քաղաքականությամբ եւ կարող է քեզնով չզբաղվեն, որովհետեւ հանցագործությունը
այդքան էլ բան չի, իրական հանցագործություն այդքան խնդրահարույց չի։ Այ բայց եթե հանկարծ ինչ-որ մի բան լինի, դու քաղաքական հայտ ներկայացնես, այստեղ արդեն ով ոնց պետք է քեզ կգաղտնալսի կամ կմոնտաժի եւ քո դեմ կսկսեն Ուրեմն տեսեք, երբ որ մենք խոսում ենք մի շարք բաների մասին, ասենք իրավական պետություն, մենք բացահայտ կամ ենթադրյալ խոսում ենք ինչ-որ չափանիշի մասին, չափանիշների մասին, իրավական պետություն, օրինակ, իրավական պետություն այնպիսին, ինչպիսին էր, ասենք, մինչև 18 թիվը։ Այդպիսի իրավական պետություն մենք ուրեմն ունեինք եւ հիմա մենք խաթարել ենք, նահանջ ենք գրանցել իրավական պետության նորմերից, օրինակ մի մոտեցումը կարող է այդպիսին լինել։ Մի մոտեցում կարելի է լինել այնպիսին, որ չէ, 18-ից առաջ մենք գործ չունենք եւ մենք այսպես ասած ինչ որ ենթադրյալ չափանիշներով ենք առաջնորդվում, գործ չունենք 18-ից առաջ ինչեր եւ այլն։ Դա էլ կարող է լինել, օրինակ ենք ասում միջինացված այսօրվա քաղաքակիրթ աշխարհում արկա իրավական պետության չափանիշներին համապատասխանող մենք դրա հետ համեմատում ենք եւ մեր գնահատականներն ենք հնչեցնում։ Խնդիրը ես գտնում եմ, որ դա իհարկե այդպես կարող է լինել եւ ես գտնում եմ այդպես էլ պետք է անել, բայց հաշվի առնել, որ մենք որտեղից ենք, որ ինչ է եղել մեր ելակետը եւ մենք որտեղից ենք շարժվել, դեպի ուր ենք գնում։ Դե իհարկե այնպիսի իրավական պետություն, ինչպիսին մենք ունեինք 18-ից առաջ, կարծում եմ, որ այնքան էլ նախանձելի չէր, ասենք, որ կային այսպես ասած օլիգարխների աստղաբույլ, ուրեմն քաղաքական իշխանության մեջ, օրինակ ենք ասում, դա հենց այնպես, որ այն Մհեր Սեթրակյանը, այո, որ օրինակ բանին Ամեկ+-ի լրագրողին ասում էր, մարդը կանգնած է ուղղակիորեն, ասում էր չանետ կպոկեմ, կամ այնտեղ մեկ ուրիշը բարեբախտաբար արդեն մոռացել ենք, այնքան արդեն հեռանում են, որ մենք արդեն մոռանում ենք այդ ամեն բարքերը եւ այլն, այն շմայսը ինչպիսի բառապաշարով էր արտահայտվում հրապարակային։ Խոսքը ուրեմն մենք այդ մակարդակից ենք, ելման կետը մեր եղել է դրանք։ Հիմա գալիս ենք, ասում ենք, որ գիտեք ինչա, մենք եթե ուրեմն իրավական պետություն ենք կառուցում, պետք է այսպիսի լինի բոլորի նկատմամբ եւ այլն։ Անկեղծ ասած, ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ եթե մենք այդպես անեինք 18 թվին, երևի թե բնակչության 20%-ը պետք է հայտնվեր ճաղերից այն կողմ, որովհետև այդպիսին էր կառուցված հասարակությունը։ Ներեցեք, թույլ տվեք ասեմ, ձեր կառուցած ուրեմն հասարակությունը, նախկին իշխանությունների կառուցած հասարակությունը։ Ես նախարար եմ եղել։ Ոչ, սա իմ գնահատականն է, որ նախկինները արդեն իմանալով, որ արդեն իրենց անունից նույնիսկ մարդիկ, այսպես ասած, ոչ մի ցանկություն չի առաջանում իրենց նկատմամբ որևէ դրական կարծիք ձևավորվի, ուրեմն իրենք արդեն տարատեսակ մոդիֆիկացիաներով մարմիններ են ստեղծում, փորձում են, որ այսպես ասած դա նախկին իրանց քաղաքականությունը առաջ տանեն, այդ թվում իմ գնահատմամբ հայաքբեն։ Շատ լավ, դե թույլ տանք արձագանքի, ես էլ ավելացնեմ, պարոն Սողոմոնյան, որ այդ նույն կտրվածքով դուք էլ կարող եք, ասենք, ընտրովի նայել արդարադատությանը, ով Փաշինյանին դեմ է, չպետք է ձերբակալեն, կասենք քաղբանտարկյալ եւ Գասպարի ասածն ինչ էր, մինչեւ 18 թվականին Գագիկ Ծառուկյանը դասական քաղաքական գործիչ չէր։ Չէ, եկեք, գիտեք ինչն է մեր խնդիրը, որ այսպես միշտ 18 թիվն ենք վերցնում ու երբեք այդ 18 թիվը վերցնելով որպես ելակետ
մենք այսպես երբեք զարգացում չենք ունենալու։ Ընդհակառակը գնալու ենք, գնորվելու ենք դեպի անդունդ եւ հիմա շատ ակնհայտ է, որ անձնիշխանություն է եւ դեպի բռնապետություն տանող անձնիշխանություն է։ Դեվ անընդհատ այո կարող ենք ասել, բայ այն ժամանակ էսպես, բայ այն ժամանակ էսպես, սակայն ինչ տարբերություն իրավունքի գերակայության տեսանկյունից։ Ինչ տարբերություն, որ քվեատուփ էր այն ժամանակ գողացվում կամ լցոնում էր արվում, այս անգամ էլ ԿՀ-ն ասում է, այս 3 տեղամասում անվավեր եմ ճանաչում, դրա արդյունքում Բարգավաճ Հայաստանը անցնող այդ շեմը անցնող ձայներից զրկվում է, վերաքվեարկություն էլ չի անում, սահմանադրական դատարանն էլ մենք գիտենք, որ եւ ԿՀ-ն եւ սահմանադրական դատարանի ամբողջ կազմը միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցություն կողմից են ընտրվել, հա, այս պարագայում վերցնում ենք մանդատների վերաբաշխում է կատարվում, ֆորմալ առումով 49% հավաքած քաղաքական ուժը ազգային ժողովում 65%-ի է 65%-ի կամ 64%-ի է մանդատների սկսում տիրապետել, ինչ տարբերություն սակայն արդարադատության տեսանկյունից։ Ինչ տարբերություն, որ այն ժամանակ էլ ասենք ինչ պետքա լիներ, որ եթե հենց նույն Փաշինյանը ինքը այն ժամանակ ասում էր, որ արդարադատության նախարարը չպետք է բարձրագույն դատական խորհրդին ցուցում տա, որ ինչ որ դատավորի նկատմամբ բան սկսեն, վարույթ սկսեն, կարգապահական վարույթ սկսեն։ Ինքը այն ժամանակ դեռ դա ասում էր, բայց հիմա շատ հանգիստ, քանի դեպք ունենք, որ իր նախարարը արդարադատության, որը որ քաղաքական դեմք է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, իր ցուցումով բազմաթիվ դատավորների նկատմամբ իրականացում են վարույթներ։ Ու այն դատավորների, որոնք որ, այսպես ասած, լավ, այդ բառերը չօգտագործեն, բայց չեն լսել իրենց։ Կամ որ բարձրագույն դատական խորհրդի նախագահին օրինակ ասենք WhatsApp-ով հանելը։ Դա ինչ որ տենց տրանսֆորմացիաներ պետքա տեղի ունենային, հա, որ ասենք ելակետ ենք ընդունում 18 թիվը, որ պետքա այդպես չլիներ։ Շատ համառոտ եթե ունեք եւ անցնենք առաջ ասենք։ Այո, խնդրեմ։ Այստեղ նորից ես բանը պետք է հուշում անեմ, թե մենք ինչ ենք անում եւ առհասարակ մեզ գնահատելը իդեպ ես ասում եմ մեզ, որովհետև ես ինչպես մեկը այն 727,000 մարդուց ով քվարկել է ներկա իշխանության ուխտին, ինձ համարում եմ ներկա իշխանության ներկայացուցիչ, ստանձնում եմ ամբողջական պատասխանատվություն նրա արածի, չարածի եւ գործունեության համար։ Ուրեմն, այո, լավ եք անում, մեզ գնահատում եք, այնպես ինչպես գնահատում եք։ Մի մոռացեք, սակայն այս բանն էլ համեմատության եզրն էլ ինչպիսին էր 18 թվին։ Ես ներողություն եմ խնդրում, չեմ հիշում, որ դուք 18 թվին օրինակ երբևէ բողոքած լինեք։ Ես որպես քաղաքացի ակտիվիստ չեմ հիշում երբևէ ձեզ որևէ տեղ տեսած լինեմ այդ բողոքների մեջ։ Հետո չեք երբևիցե բողոքել։ Ես իհարկե բողոքել եմ։ Տեղյակ չեք։ Վերջինը քաղաքացու օրը տեսել եք։ Ինչ եք բողոքել, ո՞րն ա եղել ձեր բողոքի էությունը։ Եթե դուք գնում եք այնպես ինչպես ամեն ինչի վերաբերյալ դուք պատասխանատվություն եք ստանձնում, այո, իհարկե։ Ես եք բողոքել, այնպես ինչպես միշտ եմ բողոքել։ Ես ուրեմն իմ ձևով եմ բողոքել կամ ենթադրենք, օրինակ, ասենք համարձակություն չեմ ունեցել։ Ենթադրենք։ Ինչն է դրա խնդիրը, որ հիմա դա եք դուք բանում, բա ինչի են ժամանակ։ Ինչ որ մարդու կյանքում ինչ որ մի կետից պետքա սկսվի, չէ՞, փոփոխությունը։ Ինձ համար կոնկրետ դա Արցախյան պատերազմում պարտությունն է եղել, որ պետք է այս իշխանությունը չշարունակի։ Ես այդտեղից սկսել եմ բողոքել։ Ես պետք է ուրեմն 15 տարեկանից բողոքեի, թե 10 տարեկանից բողոքեի։ Ասենք դա ինչ համատելու բան է։ Պարոն Գասպարյան։ Ներեցեք, ես եթե չեմ սխալվում 12-13 տարեկանից եմ բողոքել իմիջիայից։ Դուք առանձնահատուկ մարդ եք, ես ներողություն եմ խնդրում, իսկ բանա ձեր հարցին պատասխանեմ, թե ինչպես եմ բողոքել, այնպես ինչպես բողոքում եմ 20-30 տարի։ Քաղաքացու օրը պարկել եմ Ամիրյան փողոցում եւ բողոքել եմ, որ սա քաղաքացու օր նշելու ձև չի։ Այդքան բան։ Նախկինում էլ ֆունդամենտալ հարցերի վերաբերյալ է եղել ձեր բողոքը, այտենց ֆունդամենտալ հարցերի վերաբերյալ է եղել ձեր բողոքը։ Ես կարող եմ ձեզ սահմանադրականության վերաբերյալ է եղել, անվտանգության վերաբերյալ է եղել։ Ներողություն, ես կարող եմ ձեր հարցերին, բոլոր հարցերին պատասխանեմ, այնքան որ ծրագրի ֆորմատը թույլ տա։ Այո, իմ ձևը նա էր, որ պետք է լիներ քննարկում։
քաղաքացու օրը ոչ թե լիներ այսպես ասած հանդես, այլ լիներ քննարկում, որտեղ կարող եք նաև դուք մասնակցել այդտեղ ձեր հարցերը արտասարել։ Բայց շեղվում եք դուք օրինակը բերեցիք, ես առաջարկում եմ առաջ անցնել հաջորդ թեմային, մինչ այդ Ծառուկյանի թեման ամփոփելով, տեսնենք թե ինչից սկսվեց այս պատմությունը։ Իմ մասով ասեց, ինչ չէ, շպիոն հայ պուճուր, շպիոն ասեցի, եթե որցե մեկը ապացուցի, չէ կլասի ապրես, ես պատրաստ եմ հրապարակում կանգնել, թող ինձ մահապատժի արժանացնեն, թուղթնել գրեմ իմ համաձայնություն, բայց ասի, եթե չէ, այդ մարդիկ սուտ ասել, արդեն սովորույթ է դառել, թող այդ մարդը, չեմ ասում գնդակահարեն, թող գա իրա խոտով մտնի առույցի բունը ու դուս գա, են էլ որ ծառույցի մոտ։ Այդ ժարգոնն էլ ասում եմ, որ մի հատ խելքդ գլուխը հավաքի։ Խելքդ գլուխը հավաքի, լավ քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի Արադ ցեմենտը սեփական պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակը դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ ворց կլինի անպայման, խոստանում եմ։ Պարոն Սողոմոնյան, հաջորդը ձեր միավորման հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ քրեական գործն է, նա այս իշխանությանը ինչով պիտի խանգարեր, որ անպայման բանտ ուղարկեին, լռեցնեին, անգամ պատգամավորի տեխնացու չէր եւ ձերպես կարող էր ակցիաներ անել, հարցազրույցներ տալ, ինչպես հարյուրավոր շատ այլ գործիչներ ամեն օր անում են, հեռուստավոր ալիքը թերթեք, դա է եթերում։ Ավետիք Չալաբյանը դասական քաղբանտարկյալ է, որովհետեւ այն հաղորդագրությունը, որ նրա հետ կապված տվեց քննչական կոմիտեն, որի իբրև թե նա մեկնել է Ռուսաստան եւ ինչ որ պաշտոնատար անձանց փորձել է համոզել, որպեսզի նրանք դրթեն այնտեղի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ գան իբրև թե քվյարկեն ու այդ մասին ինչ որ մի հատ գաղտնալսում իբրև թե գաղտնալսում հունիսի 6-ին հայտնվում է անանուն Բաղրամյան 26 ալիքում անանուն առանց հասկանալու որն է դրա աղբյուրը այդ գաղտնալսման, ինչ է, նկար, ձայն եւ այլն։ Ու մեկ էլ հունիսի 23-ին վարույթը լինում է, 24-ին Ավետիքին ձերբակալում են, հետո այդ նույն օրը տանում են կալանավորման։ Հունիսի 6-ից մինչև 24-ի այդ ընթացքը, այդ գաղտնալսման ճակերտյալ հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը ոչ փախուստի փորձ է արել։ Ոչ, չգիտեմ, ինչ-որ այսպես մտածածին ասենք, հա, ինչ-որ կողմերի վրա ազդեցության բան է եղել։ Ու մարդուն տանում են կալանքի։ Այդ ձայնագրությունը քիչ էր, պարոն Սողոմոնյան, որտեղ նա ռուս պաշտոնյաների հետ ենթադրյալ, հենց այդ սցենարներ քննարկում է, որ գնացեք, բիզնեսներին ասեք։ Այդ ձայնագրություն, այդ փաստական հանգամանքների մեջ ես չեմ կարող մտնել խորանալ այս պահի դրությամբ։ Բա պաշտպանում եք, բա պիտի մտնեք։ Չէ, պաշտպանում եմ հետեւյալի իմաստով եմ ես ասում, թող քննությունը կատարվի եւ թող պարզվի դրա աղբյուրը, ցակման աղբյուրը եւ այլն։ Ավետիքը հայտարարել է, որ դա ծայրիծայր սուտ է եւ ես նրան չվստահելու հիմք չունեմ եւ ես զստահում եմ իմ ընկերոջը, բայց այդուհանդերձ թող տարվի քննություն, բայց ինչու են մարդուն կալանք տալիս այդ պարագայում։ Եթե նա փախուստի փորձ կատարեր, եթե նա փորձեր ինչ-որ ում վրա պետք է ազդեր, նա, հա, կամ ինչով պետք է կրկներ այդ իր արարքը, երբ որ մանավանդ ընտրություններն էլ արդեն իսկ վերջացել են։ Կարող է կապի դուրս գալ այդ մարդկանց հետ քննարկել, ինչ ցուցմունքներ տալ եւ այլն, խափանամիջոցը տարբեր նպատակներ է կանխում։ Համենայն դեպս տվյալ պարագայում, եթե օրինակ ասենք լիներ դրա հիմքը, որ ասենք ինքը փախնում է կամ դուրս է գալիս բանի մեջ, դրա վերաբերյալ ինչ որ բան կլիներ, ինչ որ մի հատ հաղորդագրություն կլիներ։ Մարդուն տանում են, նստեցնում են, օրերը անցնում են, ոչ մի քննչական գործողություն, ոչ մի բան, ասենք տեղի չունենում եւ պատժում են մարդուն պարզապես։ Դուք չասացիք ինչու հենց Չալաբյանը եւ նրա Չալաբյանը, որովհետեւ ոչ հարավոր գործիչները Չալաբյանը, նույն ասում Փաշինյանի հասցեին։ Դե շատերն են իհարկե, շատերի նկատմամբ հետապնդումը գնում, բայց նաեւ Չալաբյանը եւ Հայաքվեն, որովհետեւ մենք այս իշխանությունների բկին ոսկոր ենք, որովհետեւ մեզ հետ կապված մենք արդյունավետ գործում ենք, մենք օրինակ մասնավորապես պայքարում ենք Հայաստանում Ալիևյան սահմանադրության հաստատման դեմ, մենք պայքարում ենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքների պաշտպանության համար եւ բազմաթիվ
ընտրական իրավունքի պաշտպանության համար եւ մենք շատ արդյունավետ ենք այդ ամեն ինչ անում մանավանդ վերջին մի քանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դա հստակ երևաց եւ այս իշխանությունները ու քանի որ մեզ չեն կարող ասել թալանչի, գրփող, մարդասպան, հանցագործ, չգիտեմ, ոչ մի այդպիսի բան չեն կարող մեզ վերագրել, դրա համար այսպիսի ձևով ճնշում են ազատ խոսքը, ազատ միտքը Հայաստանի Հանրապետություն։ Համացեք բան Գասպարյանը կամակարծանքել։ Ներեցեք, ինչի չի լինի ձեզ ասել։ Լավ էլ ասում ենք։ Ներեցեք, դուք չէիք գոմախբեիք վերում լցնում իմ տան առջև։ Ես Ձեր քաղաքական թիմը իմ թիմը հայակվեն ձեր տան առջև գոմախբել։ Դուք նախկին իշխանության տարատեսակ մոդիֆիկացիա եք։ Հարգելիս, եկեք խնդրում եմ, մենք պայմանավորվեցինք, չէ՞, որ չի կարելի։ Ինչը չի կարելի, ասեք։ Մենք դուք պետքա ուրեմն հիմնավորեք։ Ես որ իշխանության ներկայացուցիչներ նախկին իշխանությունների որի անդամ եմ եղել, որ կուսակցության անդամ եմ եղել, Դաշնակցություն հանրապետական, որտեղ եմ զբաղեցրել հստակեցնելու համար ասենք, որ հայակվեն ընտրություններին չի մասնակցել, բայց պաշտոնապես սատարում է ուժեղ Հայաստանին սատարել։ Բայց դա նշանակում է արդյոք, եթե մենք սատարել ենք ուժեղ Հայաստանին սատարելը իշխանափոխության համար, արդյոք դա նշանակում է, որ մենք եղել ենք նախկին իշխանության օրգանիկ մաս, ոչ, չի եղել։ Ներողություն, սա իմ գնահատականն է։ Ձեր գնահատականն է, բայց մեր հերոստատիտողին դուք կարող եք մոլորության մեջ գցել։ Հիմա մեզ նայողը կասի, որ Մենուա Սողոմոնյանը Վարդգես Գասպարի տան դիմաց գոմախ է լցրել, երբ որ այդպես բան չի եղել։ Ներողություն, էականը չի, որ դա Մենուա Սողոմոնյանն է լցրել, թե ես չգիտեմ, օրինակ ՀՀԿ-ի մեկ երիտասարդության մեկ բանը։ Ոչ ՀՀԿ-ի հետ, ոչ ՀՀԿ-ի հետ մի նույնացրեք։ Խնդրում եմ, որ դուք մի ինձ ասեք, որ ես ինչ անեմ, սա իմ կարծիքն ունեմ։ Ես ձեր կարծիքի մասին չեմ բանանում, դուք ինչ ցանկանում եք։ Ներողություն եմ խնդրում, սա ձեզ համար, այսպես ասած, հանգիստ է մի հատ գիծ քաշել, հայակվե, այդ դրանից հետո սկսել ձեր, այսպես ասած, քաղաքական գոյությունը, ձեզ համար դա այդպես է։ Ես որ ուրեմն ունեմ իմ ապրելակերպը, որը չեմ կարող մոռանալ, եւ դա ներողություն ձեր կուսակցություններ, ձեր նախկին իշխանությունը, որի ընդամենը մի տարատեսակ մոդիֆիկացիան է հայակվեն, որը ինչպես ներողություն, այնպես ինչպես ուժեղ Հայաստանը կարող է ասել, ես ոչ մի կապ չունեմ ՀՀԿ-ի հետ, նախկին իշխանությունների հետ, ասում են։ Դուք էլ կարող եք ասել, որ ներողություն, ոչ մի կապ չունեմ, ոչ ուժեղ Հայաստանի հետ, ոչ էլ ՀՀԿ-ի հետ։ Կապը կարող եք ցույց տալ։ Այդ կապը ինչ որ ձևով պետք է ցույց տրվի, չէ՞, ճիշտ է։ Հիմա դե ասեք, Հայակվեի վարչության որ անդամն է զբաղեցրել քաղաքական պաշտոն նախկին իշխանությունների Դա ձեր տրամաբանությունից է վստահ։ Որ անդամն է հարստացել նախկին իշխանությունների օրոք, ասեք։ Ներողություն, դուք արդեն բան եք։ Տրամաբանությունը որն է։ Ես իմ տրամաբանությունն նա է, որ նախկին իշխանությունները այլևս իրենց դեմքով երևալու ոչ մի շանս չունեն եւ դրա համար իրենք մոդիֆիկացիաներ են ներկայանում, այդ թվում ուժեղ Հայաստան, այդ թվում հայակվե եւ այլ մանր-մուներ դա կոչվում է հեքիաթ, ոչ թե փաստարկ, հարգելիս, ախր այդպես չի կարելի էլի ասել, որ ներողություն, որ իմ տան դեմը գոմախ եք դնում, դա հեքիաթ է, չեք տեսել։ Ով է դրել։ Հայակվեի անդամները դրել են։ Հայակվեի անդամները դուք նախկին իշխանությունները Դեք նորից եմ ասում, որ ասում եք դուք նախկին իշխանություն։ Այո, այդ իշխանության ու մեր միջև կապը։ Այնօր այն ժամանակ ձեր պայքարի ձևը դա է։ Ինձ թվում է մեր հերոստատիտողները բավականաչափ արդեն ինֆորմացիա ստացան, ինչն է արժանահավատ տեղեկատվություն եւ ինչը չի համապատասխանում իրականությանը։ Առաջանցնելով վերադառնալով իմ նախորդ հարցին, ձեր ասացի տրամաբանությամբ 500,000 մարդ պիտի բանտ նստի, բայց նրանք ազատ գնացել ընդդիմադիր առանցքային ուժերին առնվազն այդքան մարդ ձայն է տվել եւ ինչ երբ ուզում ասում են, չէ, ինչու հենց Չալաբյանը էլի վերադառնալու։ Նշանակում է դուք եք ընտրովի նայում արդարադատությանը գուցե, որ հենց ընդդիմադիրներին ձերբակալում են, ասում են չպետք է։ Չէ, հարգելի Կարլեն, 500,000 մարդ
գնացել է ձայն է տվել, գնացել է ինքը օրինակ այդ 500,000-ից մեկը զբաղվում է բանվորությամբ, մեկը զբաղվում է ենթադրենք ուսուցչությամբ, տարբեր բաներով մարդիկ զբաղվում են, քաղաքականությամբ չեն զբաղվում կամ ակտիվ հասարակական գործունեությամբ չեն զբաղվում, իրենց խղճին, իրենց համոզմունքներին համապատասխան գնում են քվեարկում են։ Դրանով է ամփոփվում իրենց քաղաքական մասնակցությունը կամ քաղաքացիական պարտքը։ Ավետիք Չալաբյանը, ես, Հայաքվեի մյուս այլ անդամները շատ ավելին ենք անում, այսինքն հանրային դաշտում շատ ավելին ենք անում, քան ուղղակի գնալ քվեարկություն իրականացնելը։ Դիտորդական նախկինում դիտորդական առաքելություն ենք իրականացրել բազմաթիվ, ուրեմն բազմաթիվ չասեմ, լավ, Փարաքար, Գյումրի, Վաղարշապատ համայնքների ընտրություններում եւ դրանի հետ կապված շատ մեծ դժգոհություններ ենք տեսել իշխանությունների մոտ։ Մենք հեղինակել ենք Հայաքվեն որտեղից է սկսվել։ Երբ որ մենք հեղինակեցինք քրեական օրենսգրքում փոփոխություն անելու process, օրենսդրական նախաձեռնություն էր սա եւ առաջին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրենսդրական նախաձեռնությունն էր, ուղիղ ժողովրդավարական պրոյեկտ էր սա, որը որ չընդունվեց, անգամ ազգային ժողովը 50,000 ստորագրությունը չհարգեց եւ ազգային ժողովում չքննարկվեց լիագումար նիստում։ Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել։ Մենք այո, հետո վերջում նաեւ այս իշխանության փոխությունն ուզելով ակտիվ մասնակցել ենք քարոզարշավի եւ դրա համար մեր իրականացած քաղաքական գործունեության համար։ Պարոն Գասպարի, առաջ անցնենք արդեն այս թեմայից, դուք համաձայն եք, որ անգամ եթե այնինչ հիմա տեղի ունենում արդարադատության իրականացում է, ապա առնվազն ընտրովի, որովհետեւ շատ իրավապաշտպաններ ասում են, որ Փաշինյանի թիմակիցներին իրավապահների ձեռքերը չեն հասնում։ Ես նորից բանը ասեմ, որ ուրեմն այդ ընտրովի արդարադատություն է թե չէ, նախ կա էական տարբերություն, ես այստեղ մի հատ ուզում եմ մինչև այդ հարցի եւ ներառյալ եւ դրանից բացի ասեմ, ընդհանրապես կա մոտեցումների տարբերություն։ Այնպես ինչպես եթե մենք հիմա այդ հարցը քննարկվում է, դե բնականաբար ասում ենք նախկինում այդպես բան չի եղել կամ եթե եղել է, ինչ է եղել։ Մոտեցումների տարբերություն կա, օրինակ, նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, օրինակ, մեր իշխանության վերաբերմունքը այնպիսին է, ինչպիսին քննարկվեց այսպես, իսկ զրուցակցից իշխանության մոտեցումը այն էր, որ մենք տեսանք ՀՀԿ նիստին Սերժ Սարգսյանը ոնց բան արեց Գագիկ Ծառուկյանին գնահատականներ տվեց, արժե զրկեց, ոչնչացրեց եւ այլն, եւ այնտեղ նվազ հրապարակային էր այդ ամեն ինչը եւ առհասարակ նախկին իշխանությունների օրոք ամեն ինչը շատ ավելի, այսպես ասած, բոլորը գիտեին ով ինչ պիտի անի, SMS-ի կարիք չկար։ Իսկ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հրապարակային գործընթացների կողմնակից են, այնպես ինչպես բոլոր գործընթացները սկսած ընտրություններից մինչև եւ այլն հրապարակային են, այդ թվում եւ գնահատականներն են հրապարակային։ Հիմա Այսինքն առաջ հրահանգները տրվում էին ոչ հրապարակային, դատավորներին հրահանգները առաջ տրվում էին ոչ հրապարակային, հիմա հրապարակային են տրվում դատա իրավական համակարգին։ Օրինակ ասենք, տեսեք, հենց նոր նայեցինք, չէ՞ տեսանյութը, որ Փաշինյանն ասում է, բան արեք, գնացեք, սկսեք այդ գործընթացը, Արարատ ցեմենտա հիշատակում է, անում են անում։ Այսինքն գործադիր իշխանությունը իրան վերագրում է դատա իրավական համակարգի ֆունկցիա, իշխանության թևերի տարանջատում բան, տենց ոչինչ։ Կարևորը որ հրապարակային լինի, տենց շոու լինի, պոպուլիզմ լինի։ Ներեցեք, շոու է թե պոպուլիզմ է, դա ոնց կցանկանաք դուք անվանեք, ես ուրեմն ինձ չեմ գտնում, կաշկանդված չեմ զգում, այնպես ինչպես այդ 727,000 հոգին եւ քաղաքական թիմը եւ գործող իշխանությունը, որոնք նույնպես կազմում են այդ 727,000 մարդու տեղը, հրապարակային գնահատականներ տան։ Օրինակ ես ինձ բնավ անհարմար չեմ զգում, որ ասեմ, որ այ օլիգարխներին պետք է պատժեն, խստագույնս պատժեն։ Միանալով ուրեմն այդ գնահատականներին, այո, պետք է փռեն ասֆալտին եւ ծեփեն պատերին։ Ես դրա համար գործադիրի ցուցումով։
Ներողություն, գործադիր, ես 727,000 ներկայացուցիչներ ենք, մեզ մի տարբերեք, վաղը կարող է Փաշինյանը լինի, այսպես ասած, Գասպարի տեղը, Գասպարին կարող է լինել Փաշինյանի տեղը, օրինակի համար, չէ՞։ Կարևոր չի, որ համակարգային փոփոխություն լինի, կարևորը անձի փոփոխություն, այդ անձն է կարևոր, որ այդ անձը հրամայող լինի։ Ոչ, խնդիրը նա է, որ մենք կաշկանդված չենք մեր գնահատականներում, անկախ նրանից, որ դիրքում ենք գտնվում, այս 727,000-ի, որ դիրքում ենք գտնվում։ Կարևորը այսինքն 727,000-ն է, օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի, կարևորը օրինակ ասենք, որ ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ պետքա պարտադիր վերաքվեարկություն տեղի ունենա, դա չի արվում, որովհետև 727,000 սահմանադրությունը չի կաշկանդում կարծիք արտահայտել։ Մենք տարբեր բաներից ենք, չէ՞, խոսում ոնց որ։ Պարոն Գասպարի, ես մի օրինակ բերեմ իմ հարցի վերաբերյալ, Գառնեցի տղամարդուն հիշում եք, որ տեսախցիկի արչև կոչեր արել, կոտրել կաթողիկոսի գլուխը։ Գիտեք, որ նա նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ էլ չունի ազատության մեջ է։ Սա ընտրովի արդարադատության օրինակ չէ։ Ես դրա հետ իհարկե բան եմ, դրա հետ համաձայն չեմ, գտնում եմ, որ դա այդտեղ իրոք խնդիր կա։ Խնդիրը սակայն ամբողջության մեջ եմ գտնում, դա այդ քննադատությունը ես ընդունում եմ անձամբ իմ հասցեին, որ դա ուրեմն բաց թողում է իմ կողմից։ Ես դա ընդունում եմ։ Եթե արձագանքի շատ լավ է։ Իսկ այն պարագան օրինակ, որ բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ Տավրոս Սափեյանի մասին, մասնավորապես Թալինի համայնքապետ, որ բարեգործության արգելքի խախտմամբ ուրեմն սոցիալական աջակցության բաներ է արել, ու այսպես ասած, հա, սոցիալական աջակցության գումարներ են տրվել քաղաքացիներին նախընտրական քարոզչության շրջանում։ Դրան ոնց կվերաբերվեք, օրինակ ասենք, որ դրա հետ կապված ոչ մի վարույթ չի նախաձեռնվել։ Նորմալ է։ Դրա համար բացատրություն տրված այնքանով, որքանով որ ես եմ տեղյակ, դրանում ուրեմն օրենքի խախտում չկա։ Որքան որ ես եմ տեղյակ։ Շատ լավ, բայց եթե օրինակ ասենք մեզնից մեկը, դուք ձեզ էլ չէին բանի, որովհետև դուք 727,000-ից մեկն եք, ձեզ չէին։ Հա, այսինքն եթե դուք բարեգործության արգելքի խախտմամբ սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ինչ-որ մարդկանց գումար տայեք, ձեզ բան չեն անի, որովհետև դուք 727,000-ից մեկն եք, ես որ 500,000-ից մեկն եմ, եթե ես հանկարծ այդ նույն շրջանակում տանեի ինչ-որ մեկին ինչ-որ մի հատ գումար տայի, ինձ պետքա բռնեն եւ դա ճիշտ է, որովհետև կա 727,000 եւ կա 500,000։ Ներողություն։ Այն Գառնեցի տղամարդն էլ է հավանաբար այդ 727,000-ից մեկը եւ ես դրա համար ուրեմն պատասխանատվություն եմ ստանձնում, պատրաստ եմ ուրեմն ենթարկվել պատասխանատվության, հանրային պարսավանքի, ես չգիտեմ, ընդհուպ, շատ ներողություն եմ խնդրում, ձեր համախոհները չեն կաշկանդվում, որ 18 թվից հետո էլ բռնություններ իրականացնեն իմ նկատմամբ, որպես այդ 727,000 մարդուս մեկը Հայատվեի որ անդամն է ասել, որ բռնություն իրականացել Վարդգես Գասպարի ներողություն ուրեմն 19 թվին շարունակում եք խեղաթյուրել իրականությունը, պարոն Գասպարի։ Երբ փակել էիք ուրեմն Բաղրամյան փողոցը եւ իմ վրա տեսակ երագույն դրոշը, հարցակվեցիք իմ վրա եւ ամենաըստոր բռնություններով ինձ նվաստացրեցիք, ամոթ ձեզ, ամոթ։ Էլի նույն թեմային ենք վերադառնում, պիտի ասի, որ մենք չենք եղել։ Ես առաջարկում եմ այս փուլում Ներողություն, դուք դատապարտում եք դա։ Իհարկե դատապարտում եմ, բայց դուք ինձ ինչ եք ամոթ հանք տալիս։ Որովհետև այդ մասային մի անձն եք։ Ներողություն, ես այնպես ներողություն, ես այդպես չեմ հրաժարվում, չէ՞։ Ես չեմ եղել, բայց կարող է ես այդ օրը ընդհանրապես այդտեղ չեմ եղել։ Դուք այդ մասայի մեկ անդամն եք։ Դուք այդ մասայի ներողություն, ես այնպես տեսեք, մենք պարզություն, ես ազնվության կողմնակից եմ, այնպես ինչպես Գառնեցի տղամարդու զանցանքը, հանցանքը ես ընդունում եմ ցանկացած բռնություն ոչ միայն պարսավելի է, ցանկացած բռնություն ձեր նկատմամբ, այլև դատապարտելի ու պետք է, չգիտեմ, օրենքի ամենայն խստությամբ պատժվի։ Ոչ, ես ձեզ ասեմ, ավելին 1 տասնյակ, 2 տասնյակ ոստիկանների աչքի առաջ դա արեցիք ու շարունակությունը կարողացաք կաշառեք այդ ոստիկաններին, որ
վկայություն չտան։ Լսեք, ես ուղղակի դա եք դա, ես ուղղակի Գասպարի քանի որ ասել են, չէ՞ որ մեր այդ բանում չի կարելի դուք դա եք դա։ Այո, իհարկե, ներողություն, սա եթե ես առաջարկում եմ խնդրում եմ, եթե խախտում կա այստեղ ձեր ծրագրի էթիկայի խախտում կա, խնդրում եմ ասեք, ես դրա փոխարեն ես առաջարկում եմ մեկական հարց ուղղել միմյանց, եթե կա ցանկություն, պարոն Սողոմոնյան, կուզեք։ Գիտեք, առանձնապես չկա ցանկություն, բայց լավ, ինչ որ մի հարց էսպես որ ձեր համախոհը, որ թիկնապահները բռնում են ձեռքը եւ թքում է մարդու երեսին ուղիղ իմաստով։ Այո։ Ու դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում խոսքը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է։ Դուք դա համարում եք ընտրովի արդարադատության դրսևորում թե ոչ։ Այո, իհարկե։ Շնորհակալ։ Ես դրա համար շատ բողոքի ցույցեր եմ արել, այնպես ինչպես բողոքի ցույցեր եմ արել ձեր իշխանության դեմ, ոչ ավել, ոչ պակաս։ Հա, լավ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ճիշտ նշանակետին էր հարցը, որտեղ իրոք Ալեն Սիմոնյանի դեմ բազմաթիվ ակցիաներ արել է պարոն Սողոմոնյան, պարոն Գասպարի ձեր հերթն է հարց տալու։ Ներողություն, դուք մինչև հիմա բացահայտ դատապարտել եք այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել նախկին իշխանությունների օրոք։ Բոլոր բռնությունները հերթով ամեն մի բռնությանը որպեսի անդրադառնանք, չէ, բայց մենք անդրադարձել ենք, այո, քանի որ եթե մենք դա չանեինք, մենք չդատապարտեինք, մենք օրինակ կլինեինք հենց նախկին իշխանությունների, կուսակցությունների մաս կլինեինք եւ բոլոր առումներով կգովեինք, կգովերքեինք։ Այսօր խոսում ենք օրինակ ասենք Գագիկ Ծառուկյանի մասին։ Ես երբեք օրինակ Գագիկ Ծառուկյանի ոչ քվեարկել եմ, ոչ նրա համակիրն եմ եղել, ոչ նրա աջակիցն եմ եղել, կամ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի։ Մենք այստեղ պայքարում ենք նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չլինի արդարադատությունը ընտրովի, որպեսզի չլինեն քաղաքական բանտարկյալներ, որպեսզի մարդը, եթե անգամ նրա հետ կապված առերևույթ հանցանքի էլեմենտ կա, նա խափանման միջոցը չլինի անհամաչափ։ Մենք սրա համար ենք պայքարում ընդամենը։ Կարող եք արձագանքել այդ պատասխանատվես։ Ներողություն։ Դուք կարծում եմ, որ նույնիսկ տեղյակ չեք, թե ինչ բռնություններ են տեղի ունեցել ձեր իշխանության ժամանակ։ Դուք ընդհանրապես դուք եղել եք լուր, այո, դուք եղել եք լուր հանդիսատեսը այդ ամեն ինչի։ Եվ հիմա էլ դա կողքից եք նայում այդ ամեն ինչին։ Դրանք երբեք ձեզ ցավ չեն պատճառել։ Այս ամբողջ ընթացքը դուք միայն այդ բանի վրա տարաք։ Դուք խեղաթյուրեցիք իրականությունը ինձ ներկայացնելով որպես նախկին իշխանության մաս, որ այդպիսի բան չի եղել։ Բայց այսպիսի քննարկումների նպատակը, որպեսզի հանրությունն էլ մեզնից մի բան լսի, մի բան հասկանա, ինչ որ մի բան կարողանանք ասել, մեր ասելիքը ասենք հանրությանը, համակարգային բնույթի խնդիրների մասին։ Բայց հանրապետության ուժեղ Հայաստանի առանցքում շատ են նախկին իշխանության ներկայացուցիչները եւ դուք աջակցում եք այդ ուժին։ Հա, շատ են, չգիտեմ, կան մարդիկ, համենայն դեպս, եթե ցուցակների մասին ենք խոսում, բայց այդ մարդկանց, օրինակ, որ ես ճանաչում եմ, դիցուկ օրինակ ասենք Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյանին, օրինակ, ոչ ոք չի կարող ասել, որ նա քրեական օլիգարխ է կամ չգիտեմ ինչ է։ Նա ամբողջ իր պաշտոնավարումների ընթացքում, թե որպես մարզպետ, թե որպես դեսպան, շատ բարեխիղճ մարդ, օրինակ, ասենք, պաշտոնավարել է եւ նրա հետ կապված որևիցե օրինակ ասենք խնդիր չկա։ Կամ եթե անգամ ինչ-որ մեկն էլ լինի այդտեղ, որ ինչ-որ բանով անցած լինի, գիտեք, այստեղ քաղաքականություն է, որտեղ որ մենք չենք կարող առաջնորդվել մեր սրտի ուզած իդեալական ձևերով։ Մենք գերագույն խնդիր ենք համարել այս իշխանության փոփոխությունը, այդ իշխանության փոփոխության հարցում ամենաարդյունավետը համարել ենք աջակցությունը ուժեղ Հայաստանին եւ մենք առանց ցուցակների մեջ ընդգրկվելու մեր աջակցությունը մեր հնարավորությունների չափով բերել ենք, որովհետեւ ուզեցել ենք, որ այս իշխանությունները փոխվեն։ Ձեզ վերջապես համոզեց, որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ չէ։ Երբեք։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես հիշեցնեմ Ազատությունում էին ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ Հայ ԱՔՎ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Կհանդիպենք։